Արմին Ադամյան, վարչապետը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, մասնակցելու է ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Վերջին շրջանում նրա ուղղությունները Եվրոպա էր, պաշտոնական այցով Գերմանիա։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, այստեղ հակասություն կա, թե այնուհանդերձ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում և տրամաբանական են Փաշինյանի այցերը։ Ես կարծում եմ տրամաբանական կլիներ, որ դուք այդ հարցը տայք քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, որովհետև իրենք են ջատագովում իրենց հավասարակշիռը եւ բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են արդարացնել զիգզակները, անվանելով իսկապես բազմավեկտոր քաղաքականություն, բայց բազմավեկտոր քաղաքականություն վարելու դեպքում դու պետք է համենայն դեպս քո երկրի ներսում ունենաս իրական հավասարակշռություն, տնտեսական հավասարակշռություն, քո երկրի ներսում չպետք է գերիշխեն մեկ երկրի մոնոպոլիաները։ Այդ պարագայում դու կարող ես հավասարակշիռ քաղաքականություն վարել։ Իսկ մենք այդ իրավիճակին համենայն դեպս 2018-ից առ այսօր չենք հասել։ Եվ ձեզ համար կամ որևէ մեկի համար նորություն չպետք է լինի, որ Հանրապետություն կուսակցությունը այդ բազմավեկտորության բոլորովին այլ ընկալում ունի։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի իսկապես Հայաստանի Հանրապետության ազգային շահի վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային շահը միանշանակ իր հիմքում ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որքանով են այդ շարժումները, զիգզագները ապահովում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Եկեք հարցին պատասխանենք այդ տեսանկյունից։ Հիմա պետք է գնալ Ռուսաստան, թե ոչ։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ինչ խնդիրներ կան, եւ դատելով արդեն Պիսկովի հայտարարություններից այնտեղ էլ նաև Իլհամ Ալիևը եւ Իլհամ Ալիևի հետ առանձին Փաշինյանի հետ առանձին հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Իրեք, եթե փորձում եմ ձեր հարցը մի քիչ ավելի խորքային դիտարկել, համենայն դեպս Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության հասցեին հնչած բոլոր այդ հայտարարությունների համապատկերում, Օվերչուկի Հայաստանի Հանրապետություն այցի համապատկերում գուցե ինչ-որ խնդիրներ կան լուծելու, բայց վաղուց ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնի իր անդամակցությունը սառեցված հապկում եւ քայլեր ձեռնարկի ոչ միայն ԱՊՀ-ին հրաժեշտ տալու, այլև հնարավորինս անցնցում ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Իսկ այդ ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալու համար, այո, իսկապես պետք է որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական մոնոպոլիաների գնան հնարավորինս նվազեցման։ Գուցե գնացել է երկաթուղու հետ կապված խնդրանքները Նիկոլ Փաշինյանը ներկայացնի Վլադիմիր Պուտինին, որովհետև վերջին կառավարության նիստից հետո նշեց, որ Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղվել Հայաստանի տարածքում գտնվող երկաթուղու հարցով, որպեսզի հնարավոր լինի ապրանքներ տեղափոխել։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ այդ արդյունքներով ինչ-որ պարզաբանում ձեր իսկ տված հարցին կարող ենք ստանալ, կարող ենք ընդհանրապես որևէ պարզաբանում չստանալ, բայց երկաթուղու վերաբերյալ նվազագույնը տարօրինակ է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման վերջին օրերին Ռուսաստանին 20 տարով հանձնված հայկական կոնցեսիոն կառավարման հանձնված հայկական երկաթուղու կարգավիճակի հարցը վաղուց արդեն պետք է նորից վերարծարծված լիներ եւ փոխված լիներ։ Համենայն դեպս օգոստոսի 8-ից հետո։ Օգոստոսի 8-ից հետո ռուսները հիմա այն պլաններ ունեն, ասում են, որ մեր կառավարման ներքո է գտնվում երկաթուղին եւ մենք պետք է մասնակցություն ունենանք։ Դրանք ռուսների պլաններն են, բայց որքանով են դրանք մեր պլանները, ամբողջ խնդիրը դա է։ Քաշվի առնենք նաեւ այն փաստը, որ Մեղրիում երկաթուղի չկա։ Այսինքն երկաթուղակիցը նոր պիտի կառուցվի եւ ինչ կապ ունի դա ՌԴ-ի հետ։ Ընդհանուր առմամբ։ Եթե մի երկրի տարածքում ամբողջ երկաթուղային ցանցը կառավարվում է մի ընկերության կողմից, նոր կառուցվողը դուրս պետք է լինի։
Այո, դուրս պետք է լինի, որովհետև այդ համաձայնագիրը վաղուց անտիվերանայելու ժամանակն է։ Եվ գիտեք ինչ, դուք ամենայն հավանականությամբ հիմա ինձ ակնարկում եք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության, չգիտեմ, 6-րդ թե 4-րդ վարչության ղեկավարի Կալուգինի խոսքերը, абսուրդ։ Ինչ գործ ունի ինչ որ մի Կալուգին Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանը խառնվելու։ Եկեք հասկանանք, որ ռուս սահմանապահները Հայաստանի Հանրապետության տարածքում են ժամանակավորապես։ Եվ ճիշտ այնպես ինչպես դուրս եկան Զվարթնոցից, նույն հաջողությամբ էլ դուրս են գալու հայ-թուրքական սահմանից, եթե մենք իսկապես ուզում ենք հայ-թուրքական սահման բացվի, եւ դուրս են գալու նաեւ Հայաստան-Իրան սահմանից։ Համենայն դեպս Հայաստանի Հանրապետության թերևս ամենաանվտանգ սահմանին ինչ գործ ունեն ռուսները։ Դուրս են գալու, միանշանակ դուրս են գալու, ժամանակի հարց է։ Ուղղակի այդ ժամանակավորը 30 քանի տարի է արդեն։ Այդ ժամանակավորը կարող էր լինել 60 քանի տարի, նույնիսկ ոչ թե 30 քանի տարի, եթե Հայաստանի Հանրապետությունում չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, որովհետև Հայաստանի նախկին որևէ իշխանություն նման խնդիր ինքը իր առաջ չի դրել, որովհետև այն ժամանակ համարվում էր, մի քանի տասնամյակ համարվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովողն է, մեղմ ասած, Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորն է տարածաշրջանում ստատուս քվոյի եւ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միակ տարբերակն է։ Պատրանքներ։ Հիմա մենք պիտի ամբողջ կյանքում ապրենք պատրանքներով։ Տիկին Ադամյան, ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Թեհրանից եղավ հայտարարություն Թրիփի հետ կապված, եթե Ռուսաստանը իր գործունեությունը, իր մտադրությունները փաթեթավորեց, այսպես ասած, դրական լույսի ներքո, որ այ մենք էլ մասնակցություն ունենանք, որովհետև մեր գործընկերներն են, մեր երկաթուղին է, մեր սահմանապահներն են, աջակից լինենք եւ այլն, Թեհրանից ուղիղ ասեցին, որ սա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Ոչ գործադիրի մակարդակով, իհարկե նախ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի օգոստոսի 8-ին Ալի Ակբար վիլայեթի օգոստոսին արված հայտարարությունը հակասության մեջ է Իրանի արտաքին գործերի նախարարության, Իրանի նախագահի հավաստիացումների ու հայտարարությունների հետ։ Սովորաբար որևէ երկրի պաշտոնական տեսակետ ներկայացնում են արտաքին գործերի նախարարությունը եւ նախագահը կամ վարչապետը, ասենք, խորհրդարանական կառավարման պարագայում։ Հիմա ինչու մենք պետք է հիմք ընդունենք մի հայտարարություն կամ որոշենք, որ Իրանը մեզ համար սպառնալիք է, Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարության հիման վրա։ Միանգամայն հասկանալի է, թե Իրանի, թե Վրաստանի շահերը։ Ես չէի զարմանա, օրինակ, եթե Վրաստանից էլ նման հայտարարություն հնչեր, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է։ Այսինքն թե Իրանը, թե Վրաստանը կորցնում են իրենց մենաշնորհները։ Մենաշնորհային դիրքը։ Եթե երկու հոգի արդեն կան, էլ դա Իսկ դա նշանակում է տնտեսական կորուստ, դա նշանակում է ֆինանսական կորուստ, դա նշանակում է քաղաքական ազդեցության կորուստ։ Բնական է դիրքորոշումը, հետո գիտեք ինչ, ես ընդհանրապես Իրանի վարած քաղաքականությունը ինձ համար չեմ կարողանում որևէ կերպ հոդաբաշխ բացատրել։ Եկեք հասկանանք, էլի Իրանը իսկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության այնպիսի երաշխավոր է, որ փորձում էր ներկայանալ հայտնի դեպքերի ժամանակ կամ հայտնի դեպքերից հետո։ Եվ արդյոք Իրանը չէր հենց այն երկիրը, որի ղեկավարները նետվում էին Իլհամ Ալիևի գիրկը ու շնորհավորում տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Եվ արդյոք Ադրբեջանը չէ այն երկիրը, որտեղ ավելի շատ թերևս ներքին քննարկվում է ոչ թե արևմտյան Ադրբեջան, այլ արևմտյան Իրան հասկացությունը Ատրպատականի նահանգը վերադարձնելու նկատառումներով։ Այստեղ շատ խորքային թնջուկներ կան եւ ընդհանրապես Իրանից հնչող հայտարարությունները, Իրանի մտահոգությունները փարատելու առումով մենք կարող ենք դիվանագիտորեն փարատել, բայց Իրանից հնչող հայտարարությունները դնել Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության կամ տնտեսական զարգացման հիմքում բացարձակապես պետք չէ, անհրաժեշտ չէ եւ իմաստ չունի։ Ապա շրջափակվել ասելով ինչ նկատի ունեք այն ցորենը երրորդ սորտի, որ եկավ 2 անգամ դա, մեկ էլ էս որ բենզինն եկավ։ Դուք փորձել եք մտածել 2024-ի ձեզ համար, իբրև լրագրող, փորձել եք ամփոփել 2024-ի տարին ավարտվում է, տրամաբաններն են նաև հանրագումարի բերել տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։ Եթե 2024-ը փորձում եք ամփոփել, ի՞նչն է մնում ձեր հիշողության մեջ։ Ոչինչ։ Չի եղել որևէ առաջընթաց այդ թվականին։ Այսինքն որևէ իրադարձություն դուք ձեզ համար չեք ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանի կամ ինչ ասեմ, աշխարհաքաղաքական առումով կարևոր էր։ Կայունությունը համեմատաբար։ Ես իրադարձություն նկատի ունեմ, ոչ թե արդյունք։ 25-ին ուզում եք ասեք արդյունքներ կան։ Ես նկատի ունեմ 24-ը։ 24-ը եւ 25-ը։ Մենք մտնում ենք 26, չէ՞։ Տարին ամփոփում ենք։ Ոչինչ չունեք այս տարվա հետ կապված որևէ հիշողություն, որ նույնիսկ դուք ակտիվորեն լուսաբանել եք, մասնակցել եք։ Դուք ինչ նկատի ունեք Վաշինգտոնում ձեռք բերված այդ կիսապայմանավորվածությունները, որ օրինակ դրանից հետո Ալիևը պարբերաբար Հայաստանի տարածքային ամբողջականության պահանջներ է ներկայացնում, փորձում Ինչու եք դուք այդքան վախենում Ալիևից։ Չենք վախենում։ Ինչ եք անում։ Ինչու եք այդքան տիրաժավորում Ալիևի հայտարարությունները։ Որ Ինչու եք դուք մաս դառնում Հայաստանի որ չխոսենք Հայաստանին ուղղված Ինչու եք վտանգներից դրանք մաս չեզոկանա։ դառնում Հայաստանի Հանրապետության դեմ մղվող պայքարին։ Դե եկեք բոլորս հայտարարենք Հայաստանը Սինգապուր է։ Ես չեմ պատրաստվում, ոչ էլ կոչ եմ անում, ոչ ձեզ, ոչ Քաբլիցի որևէ մեկին Հայաստանը անվանել Սինգապուր Ես նկատի ունեմ հայտարարել բովանդակային, այր այնտեղ տիրող իրավիճակի առումով։ Տիրողի իրավիճակի առումով, տեսեք։ Ես կարծում Կամ եմ լավ, Դանիա։ Ես կգերադասեի Իտալիա, որտեղ միջերկրական ծովը շատ եմ սիրում այդ ձեր շարքում, բայց եկեք հասկանանք, ինչ տեղի ունեցավ 2025-ի մարտին։ Խորհրդարանը ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Միակ օրենքը Եվ վերջակետ։ խորհրդարանի պարագայում, որ եղել է քաղաքացիական վերջակետ։ նախաձեռնությամբ։ Վերջակետ դնելու համար մի շտապ եք, որովհետև վերջակետ դնում են այն պարագայում, երբ օրենքը հայտարարվում է չեղյալ։ Օրենքը չեղյալ որևէ մեկը չի հայտարարել։ Ճիշտ է, այն ժամանակ շատ էին խոսակցությունները, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծվի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու հարցով զբաղվող նախարարություն, բայց քաղաքացիական պայմանագիրը կառավարության կառուցվածքային փոփոխությունների ակնհայտորեն չգնաց կամ գուցե կգնա 2026-ի ընտրություններից հետո ընտրություններում հաղթելու պարագայում։ Բայց սա մասնավոր կողմն է։ Մարտից հետո ես այո նկատի ունեմ իսկապես օգոստոսի 8-ը, որովհետև օգոստոսի 8-ից հետո ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար իրավիճակ փոխվեց Ադրբեջանի համար, իրավիճակ փոխվեց Թուրքիայի համար։ Այո, ինչ որ իմաստով իրավիճակ փոխվեց նաև Վրաստանի եւ Իրանի համար։ Ճիշտ է, Սա մի Ադրբեջանում իրադարձություն է, փոխվեց, ակտիվացրեցին այսպես կոչված Սա ճակատավոր մի Արևմտյան իրադարձություն Ադրբեջանի է։ մասին խոսակցությունները, գիտաժողովները։ Տեսեք, երբ ես ձեզ հարց եմ տալիս, դուք խորիմաստ լռում եք։ Երբ ես փորձում եմ ձեր խորիմաստ հարցերին պատասխանել, դուք թույլ չեք տալիս։ Սա լրագրության մեջ նոր ոճ է։ Սա հարցազրույց է եւ հարցազրույց չկա ժամանակ, որ պետք է հարցը տալ եւ սпасել պատասխան։ Ինտերակտիվ զրույց ունենալու Այսինքն ինտերակտիվ զրույցի պարագայում ես որքան հասկացա, մենք զուգահեռ խոսելու ենք։ Ես հարց եմ տալիս։ Շատ լավ։ Ինչ հարց եք տալիս։
Դու հարցնում եմ Ադրբեջանում ինչ իրավիճակ փոխվեց, բացի այն, որ արևմտյան այսպես կոչված ճակերտավոր կեղծ արևմտյան Ադրբեջանի մասին խոսակցությունները շատացան, ժողովներ են անում, փորձում են գիտական ապացույցներ գտնել։ Այդ ժողովները արել են վաղուց, նոր չի սկսվել, պարզապես այդ ամեն ինչը հիմա տրվել է արդեն ավելի շատ, ինչ ասեմ, ավելի հրապարակային որակ այդ ամեն ինչին։ Եվ որևէ մեկի համար էլ գաղտնիք չի, որ այդ ամեն ինչի նպատակը մեկն է՝ բացառել արցախցիների Արցախ վերադարձը։ Բայց խնդիր կա։ Արցախցիների Արցախ վերադարձը ընդհանրապես կապ չունի երբևէ Հայաստանում բնակված ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեզի հետ։ Դա քարոզչական, պարզապես քարոզչական, գաղափարական թեզ է ընդամենը եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Եկեք ընդունենք նաև, որ Իլհամ Ալիևը համենայն դեպս ՄԳԻՄՈ ավարտած, համենայն դեպս արդեն անցած տարիներին բավականին փորձ կուտակած եւ նաև Հայաստանի Հանրապետության սխալների վրա սեփական քաղաքականությունը կառուցող գործիչ է։ Եվ նա պետք է ապահովագրի ու փորձում է ապահովագրել իր երկրի անձնապես իր իշխանության շահերից բխող իր քաղաքականությունը։ Իսկ Ալիևի շահերից բխում է համենայն դեպս երկրում ունենալ ամուր իշխանություն։ Ամուր իշխանություն ունենալու համար կորցնելով արդեն թշնամի հայերի, հավիտենական թշնամի, իրենց երկրի տարածքի 20%-ը ագրեսոր նվաճած հայերի եւ այլ հայերի կերպար Իլհամ Ալիևը փորձում է ստեղծել հայի նոր տարբերակ։ Ավելի ճիշտ ադրբեջանցու նոր տարբերակ, որը պետք է վերադառնա իբր թե իր կարծեցյալ հայրենիքը։ Դուք ամեն ինչ փորձում եք մակերեսին սահելով իրողությունները բնութագրել, բայց իրողությունները ճշգրիտ բնութագրելու համար դուք պետք է նայեք խորքը։ Դա ընդամենը Իլհամ Ալիևի վախերն են։ Իլհամ Ալիևի վախերը առայն, որ այսօր սրիկա հայերը գնալու են ռևանշի ու վերադառնալու են Ղարաբաղ։ Սա է փորձում այսօր կանխել Իլհամ Ալիևը, ընդամենը։ Եվ երբ մենք այստեղ տիրաժավորում ենք այդ արևմտյան, այսպես կոչված Ադրբեջանի գաղափարները, եւ դուք էլ հակադարձում եք, ասենք Սինգապուր դառնանք, դա ընդամենը նպաստում է Իլհամ Ալիևի քաղաքականությանը, ընդամենը, ոնց ուզում եք վերցրեք, որովհետեւ երբ մենք հասկանում ենք խորքային պատճառները, երբ մենք հասկանում ենք այդ քաղաքականության նպատակը, խնդիրը, գործողության միջոցները, մենք չպիտի նրան կրկնենք եւ չպիտի նրան տիրաժավորենք, հակառակը։ Գիտեք, այստեղ դուք միայնակ չեք, որքան էլ զարմանալի է, այստեղ դուք իբրև աջակից ունեք Հայաստանի Հանրապետության պետությունը, որը տանուլ է տալիս բոլոր պատերազմները քարոզչության ասպարեզում, որովհետև արված թե լավ գործերը չեն քարոզվում, արված տարված քաղաքականության նպատակները չեն քարոզվում, մենք ընդամենը օրվա լրահոսում ստանում ենք արտաքին գործերի նախարարը հանդիպեց սրան, վարչապետը հանդիպեց նրան, ազգային ժողովի նախագահը հանդիպեց նրան, լավագույն դեպքում, չգիտեմ, դղանվտանգության խորհրդի քարտուղարն էլ մի ուրիշին հանդիպեց, կարճ, ոչինչ չասող կամ ամեն ինչ ասող ու ոչինչ չասող ինչ որ մամուլի հաղորդագրություններ, բայց որևէ ձևով չի քարոզում, թե Հայաստանի Հանրապետությունն իբրև պետություն ինչ արտաքին քաղաքականություն ունի, ինչ նպատակ ունի, իսկ այդ ամեն ինչի պատճառը գիտեք որն է, որ չկա այդ քարոզչության անհրաժեշտության գիտակցությունը, որ մենք բոլոր այսպես ամբիոններից բղավում ենք հիբրիդային պատերազմի մասին, բայց չենք հասկանում, մենք մեզ համար չենք բացատրել, ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, եւ մենք մեզ համար խնդիր չենք դրել այդ հիբրիդային պատերազմում ոչ թե չպարտվել է, այլ հաղթել է։ Մենք ընդամենը քայլեր ենք ձեռնարկում չպարտվելու համար, բայց կա հաղթելու տարբերակը։ Իսկ դրա համար մենք պետք է ունենանք գաղափարներ եւ մենք դրա համար համաշխարհային, հայկական, ադրբեջանական, թուրքական, ռուսական բոլոր հնարավոր մամուլները պետք է հեղեղեն գաղափարներով, որոնք բխում են մեր շահերից։ Ոչ թե պիտի սպասենք, որ ասենք ինչ որ կեղծ կայք Ֆրանսիայում կեղծ կայք սարքեն, այդ կեղծ կայքում ինչ որ
հոդված դնեն, որը մենք այստեղ կբռնենք, կհերկենք, կմերժենք, չգիտեմ ինչ կանենք, հետո ֆրանսիացիները կասեն մենք սրա հետ ընդհանրապես կապ չունենք, սա բացարձակապես որ ոչ Ֆրանսիայում է այս կայքը, ոչ մեր կայքն է, ոչ էլ մենք նման տեսակետներ ունենք։ Այս է մեր պարտության այսօր քարոզչական պատերազմի պարտության պատճառը։ Դե Մենք Եվրամիությունը փող խնդիր է չենք տալիս, դնում որ դա։ պայքարի Հայաստանը։ Այո, Եվրամիությունը փող է տալիս եւ Եվրամիության տրված փողը պետք է համակարգային խնդիրների լուծի, ոչ թե ծառայի մինչև 20 ծառայի միայն 2026-ի ընտրություններում հիբրիդային պատերազմի դեմ հիբրիդային պատերազմում չպարտվելուն։ Դա պիտի համակարգային խնդիր լուծի, որովհետեւ եթե դու ասում ես, որ իմ պետությունը ժողովրդավար է, դու պիտի այդ ժողովրդավարությունը պաշտպանես։ Ռուսաստանից ինչ վտանգներ կան, որ եվրոպացի առաջնորդները խոսելով այդ գումարի մասին, Հայաստանին աջակցելու մասին, ընտրություններն են հիշում ու Ռուսաստանին։ Դուք ընդհանրապես նայում եք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնությունը միայն 2025-ին ավելի շատ լրտեսներին ու ագենտներ ու չգիտեմ, էլ ինչ մերժելի մարդիկ են հայտնվել, քան անկախության Ռուսաստանի, այսպես ասած, հետ պոստսովետական ժամանակում։ Դուք նայել եք թվերը, սոցիոլոգիական հարցումներով թվերը, ինչքան մարդիկ են հայտնվել բանտերում, ինչքան մարդիկ են բանտերում պարզապես դատավճիռը կրելով տարիներին, անհետացել, սպանվել, զոհվել, չգիտեմ ինչ եղել, նրանց ճակատագիրը ընդհանրապես հայտնի չէ։ Դուք հասկանում եք ժողովրդավարության ինչ մակարդակ է Ռուսաստանում եւ ժողովրդավարության ինչ մակարդակ են նրանք փորձում արտացել Հայաստան։ Այ եթե 2026-ի ընտրություններում Կրեմլի վկաները գան իշխանության, պարոն Կիրակոսյան, վստահեցնում եմ ձեզ, դուք երբևէ չեք կարող գալ այստեղ եւ չեք կարող նման հարցազրույց վարել։ Ինչու դուք այլևս հարցազրույցներ չեք տա։ Ոչ, դուք այլևս հարցազրույցներ չեք Ինչու եք վարի, վստահ։ որովհետեւ դուք կլինեք ինոագենտ։ Դուք ինքներդ կլինեք ինոագենտ։ Եվ ձեզ կարճ ժամանակում կբացատրվի, թե դուք ինչ պետք է անեք կամ ինչպես պետք է հեռանաք երկրից, կամ ընդհանրապես Աստված գիտի ձեզ հետ ինչ կկատարվի։ Դա ձեզ հրապուրում է։ Այս իշխանությունը ամեն առումով բաց թափանցիկ է, չի խոչընդոտում։ Այս իշխանությունը բաց է, թափանցիկ է, խոչընդոտում է, չի խոչընդոտում, եկեք համեմատենք, թե ինչ է անում այն իշխանությունը։ Եկեք դա համեմատենք եւ եկեք հասկանանք, որ եթե բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը գերադասում են, թե անվտանգության նկատառումներով, այն անվտանգության, որի շրջանակներում այսօր մենք չունենք Արցախ, թե տնտեսության, ճիշտ նույն տնտեսության, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ներքին ամբողջ հարստությունը, ռազմավարական ռեսուրսները հայտնվեցին մեկ պետության ձեռքում եւ տեղապտույտի մատնվեցին ու որևէ զարգացում չունեցան այդ տնտեսության, թե ժողովրդագրական անվտանգության, ճիշտ են ժողովրդագրական անվտանգության պարագայում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը գալիս էր Հայաստանի Հանրապետություն ու ասում էր, որ ես ավելի շատ կարող եմ կոչվել Հայաստանի Հանրապետության նախագահ, որովհետև Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Այ երբ այդ բոլոր պատկերները համադրում եք, դուք ստանում եք մի պատկեր, որ ինքնիշխանություն այլևս ձեր երկիրը չի ունենալու։ Սա է խնդիրը։ Պարզապես չի ունենալու ձեր երկիրը ինքնիշխանություն։ Լավագույն դեպքում, եթե բախտները դբերի, Թաթարստանի պես ինչ-որ կառույց կազմավորում եք դառնալու։ Նույնիսկ Բելարուս չեք դառնալու, որի համենայն դեպս նախագահը հիմա արդեն Տրամփի հետ է նստում վեր կենում իբրև ուժեղ տղաներ։ Հիմա Ռուսաստանը ինչ կանի, իր տեխնացուներով կմասնակցի, ռուսամետ ուժերով կփորձի դրան հասնել, բայց հետո էլ ասում են ինչ պետք է Ռուսաստանը ուզի նման բանի գնալ։ Այսինքն ինչու պիտի իր պետության շահը ո՞րն է։ Ռուսաստանի շահը շատ հստակ է, Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում իր կրած պարտություններից հետո չի ուզում դուրս գալ տարածաշրջանից։
Դա է Ռուսաստանի շահը։ Ռուսաստանը փորձում է իր քաղաքական ազդեցության տակ պահել Հարավային Կովկասը, քաղաքական ազդեցության, տնտեսական ազդեցության։ Ռուսաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ Պարզապես չի ցանկանում, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, որտեղ Ռուսաստանի շատ ձեռնտու է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, երբ ինքը կարող է այս երկրների վրա ազդել, բայց այս երկրների վրա արդեն կորցրել է իր ազդեցությունը դե ֆակտո։ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ ուզում է ունենալ իր խամաճիկն ղեկավարին։ Սա է Ռուսաստանի Դաշնության խնդիրը։ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմի շրջանակներում ստեղծում է կեղծ չաթբոտեր, մատրոշկաները հայտնի, կայքերը ABC, Վագների խմբի գործունեությունը։ Հիմա դուք այնպեսի հարցեր եք տալիս, ես սկսում եմ մտածել, որ դուք կամ տեղյակ չեք այդ ամբողջ խոհանոցին, որը բազմիցս հրապարակային ներկայացվել է, կամ էլ տեղյակ եք, բայց փորձում եք ստուգել արդյոք ես տեղյակ եմ թե չէ։ Իսկ ինչու՞ չեք մտածում, որ թեման կա, քննարկվում է եւ պետք է նաեւ տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները պարզ են, բայց օրինակ եւս մեկ անգամ կարիք կա լսարանին դա փոխանցելու։ Ես կարծում եմ լսարանին փոխանցելու տարբեր ձևեր կան եւ ճիշտ կլինի լսարանի հետ ուղղակի խոսել այդ մասին, ուղղակի զգուշացնել իրենց։ Մի վստահեք նման ասենք միջոցներին։ Մի հավատացեք այդ ամեն ինչին, ստուգեք տեղեկատվությունը, դա մեդիա գրագիտություն է, բայց մեդիա գրագիտությանը տիրապետելուց առաջ կամ մեդիա գրագիտությանը տիրապետելուց հետո մեզնից յուրաքանչյուրը պետք է գոնե քաղաքական ինչ-որ պատրաստվածություն պետք է ունենա։ իշխանությունը իր ենթակայության ներքո գտնվող այդ fake news տարածող, եթե կարելի է դրանց համարել լրատվամիջոց, դրանք փակի, որ մենք տեսնենք այս երկրում ինչ որ բան է տեղի ունենում կեղծ տեղեկությունների դեմ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ բոլոր աղբյուրները Հայաստանի Հանրապետության տարածքում չեն, որ իշխանությունը կարողանա փակել։ Բոլոր աղբյուրները գործում են մեր երկրից դուրս։ Իշխանության վերահսկողության ներքո գտնվող։ Տեսեք, ես մինչև հիմա խոսում եի համակարգային պայքարի մասին, այո։ Մենք պետք է ունենանք համակարգված պայքարի տարբերակ, որպեսզի այդ ամեն ինչը կարողանանք կանխել։ Դուք գնում եք առաջարկում եք, ասենք, փակելու ճանապարհը։ Ես առաջարկում եմ այլ ճանապարհ։ Ես առաջարկում եմ ոչ թե փակել, այլ ես առաջարկում եմ բացել մեկ այլ կառույց, առաջարկում եմ բացել նոր լրատվամիջոց, որը կարողանա ներկայացնել մենք ամեն ինչ գիտենք Ռուսաստանի մասին, պարոն Կիրակոսյան, ամենայն դեպս գործող կայքերով, հեռուստաալիքներով, Ռուսաստանում եթե ինչ-որ մեկը փռշտում է, զուգահեռ կայքից ասում են առողջություն, այդ վիճակն է։ Բայց մենք ընդհանրապես չենք հասկանում, ինչ է կատարվում Եվրամիությունում, ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչու մեզ չեն ներկայացվում այդ կառույցները, իրենց պետական կառավարման համակարգերը, ինչու մեզ չի ներկայացվում թե այդ պետական կառավարման համակարգերում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, ինչ լուծումներ, ինչ քննարկումներ են գնում, ինչն է այդ ամեն ինչից մեզ վերաբերվում։ Ընդհանրապես մենք գիտենք, ասենք, ինչ կառուցվածք ունի Եվրամիությունը։ Կարճ ասած, այդ արևմտյան կառույցների քարոզչություն ինչու մեզ մոտ չի վարվում, որովհետև դա վերաբերում է նաև այո տեղեկացվածությանը։ Մարդիկ պետք է հասկանան ինչի եւ ինչի մեջ է առաջարկվում իրենց ընտրել։ Տիկին Սա Ադամյան, քարոզչական աշխատանք է։ Եվ եթե դու ընդհանրապես անվերջ լսում ես, որ Եվրոպան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բացի այդ փտած նեխած կապիտալիզմից, որի մասին ասենք դեռ մինչև խորհրդային միության փլուզումն էին մեզ անվերջ ասում Հեգելի սխալը որն է, Կանտի սխալը որն է, առանց ասելու Հեգելն ով է ու Կանտը ով է, այդ նույն տրամաբանությամբ էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակվեց քարոզչական քաղաքականությունը։ Ես ուզում եմ, որ իսկապես լինի հավասարակշռություն։ Ես ուզում եմ, որ հայ մարդը, միջին վիճակագրական հայը, հնարավորություն ունենա իմանալ երկու կողմերը հավասարաչափ, որպեսզի իր ընտրությունը ճիշտ լինի։ Սա է ամբողջ։ Տիկին Ադամյան, Լավրովն ասում է, որ մենք երբեք դաշնակիցներին չենք դավաճանել, ճիշտ է, Սիրիայի կոնտեքստում է խոսում, բայց ասում է, որ մենք երբեք չենք դավաճանել մեր դաշնակիցներին։ Հարավսլավիայում ով դավաճանեց, Աֆղանստանում ով դավաճանեց, եւ նույն Սիրիայում ով դավաճանեց։ Շարունակեմ։
Հայաստանի Հանրապետությունը դեռ դնենք մի կողմ։ Շարունակեմ։ Ես կասեի միանգամայն հակառակը։ Երբևէ չի եղել, որ Ռուսաստանի Դաշնությունը որևէ ուժի հետ դաշնակցի ու նրան չդավաճանի։ Կոնկրետ Իրանի օրինակն էլ կարող եմ բերել։ Մեդվեդևի ժամանակ վճարել էին այս 400-300-ներ գնել էին, բայց հանկարծ Մեդվեդևը ասեց, դե որ Իրանի նկատմամբ սահմանում են պատժամիջոցներ, մենք չենք տալիս այս 300-ները, դա դավաճանություն չէր։ Լավրովը արդեն ինչ ասեմ, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության վարած ընդհանրապես որևէ քաղաքականություն մնացել է 20-րդ դարի կարծրատիպերի մեջ։ Բոլորովին պատահական չէ, որ դեռ Ուկրաինայում սկսած Ուկրաինայի վրա հարձակումից առաջ Ռուսաստանի Դաշնությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու ՆԱՏՕ-ին առաջարկել էր մի ծրագիր, որտեղ առաջարկում էր վերադառնալ 1997 թվականի վիճակին։ 1997 եւ դա եղել է 2017-ին։ Ռուսաստանի Դաշնություն 21-րդ դարը չի եկել։ Դուք ինչ եք ուզում Լավրովից։ Ուրիշ ինչ պիտի առաջարկի Լավրովը։ Լավրովը որևէ այլ տարբերակ չունի մտածողության, որովհետև ցանկացած նոր մտածողություն, ցանկացած փոփոխություն քաղաքականության մեջ Ռուսաստանի Դաշնության պատկերը, կառուցվածքը, ղեկավարումը փոխելու է։ Ինչու Հայաստանի հետ կապված դեպքերը չեք հիշում, նույնը գումար վերցնել, զենք չտալը։ Ես ասի դեռ Հայաստանը դրած մի կողմ, որովհետև Հայաստանի Հանրապետության հանդեպ Ռուսաստանի դավաճանությունը դա ֆենոմենալ էր։ Ինչու՞ չեկա, եթե գնացինք զենքին, ինչու Հայաստանի Հանրապետության սահմանները ոչ ՀԱՊԿ-ն է ճանաչում, ոչ Ռուսաստանի Դաշնությունն է ճանաչում։ Ինչու ռուս խաղաղապահները հայտնվեցին Արցախում եւ խաղաղապահ իրենց ծառայությունը առաջին իսկ օրից սկսեցին նրանով, որ հանձնեցին Խծաբերդը, հին թաղերը, Փարուխը։ Եվ ի վերջո այդ ինչ մի այնպես անանցանելի պատնեշ էին, չինական պատ էին այդ ադրբեջանցի էկոակտիվիստները, որ եկան փակեցին Լաչինի կամուրջը, Լաչինի միջանցքը ու հանկարծ ռուս խաղաղապահները հասկացան, որ իրենք էկոակտիվիստների դեմ, անզեն էկոակտիվիստների դեմ իրենք անզոր են։ Լսեք, Ռուսաստանի Դաշնության դավաճանության ցուցակը ես կարող եմ սկսել դեռ 1915 թվականից ու դրանից էլ վաղ, բայց դա որևէ փոփոխություն չի բերելու, որովհետև մենք սովորաբար շատ ենք սիրում քչփորել անցյալը, խրվել մնալ անցյալի տիղմի մեջ։ Եկեք այսօրը տեսնենք, եկեք տեսնենք այսօր 2025-ի եւ վաղը 2026-ին մենք զարգացման ինչ հնարավորություններ ունենք, զարգացման ինչ դռներ են բացում մեր առաջ, ոչ թե դնենք ու քչփորենք մեր վերքը, որը այդպես էլ չի սպիացել։ Տիկին Ադամյան, եւ շատ է քննարկվում ԱԱԾ-ի կողմից հրապարակված այն փաստաթուղթը, որ կաթողիկոսի եղբայրը Ռուսաստանում Հայաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը KGB-ի գործակալ է եղել եւ նշվում է, որ նա շարունակում է հիմա էլ համագործակցել հատուկ օտարպետության հատուկ ծառայությունների հետ։ Սա ինչպես եք դուք մեկնաբանում, արժանահավատված ձեզ այդ թուղթը։ Ես դժվարանում եմ փորձագիտական ձեզ պատասխան տալ, արժանահավատ, անարժանահավատ, բայց ես ուզում եմ ձեր հարցին տալ ընդհանրական պատասխան։ Տեսեք ինչ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ անցավ հիբրիդային պատերազմի խրամատը։ Եվ դա այն քաղաքական պատճառն էր, որ եկեղեցում պետք է լուրջ փոփոխություններ լինեն։ Քաղաքական պատճառը։ Չի կարող հայ առաքելական եկեղեցին դուրս գալ պետության դեմ։ Չի կարող հայ առաքելական եկեղեցին ինքը իր դեմ դուրս գալ, որովհետև հայ առաքելական եկեղեցին հարյուրամյակներով եղել է ազգապահպանման գործոն։ Իսկ այսօր հայ առաքելական եկեղեցին իր բարձրաստիճան հոգևորականներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ պայքարի խրամատում է։ Հիմա այդտեղ ով ում գործակալն է, ում դեմ ինչ փաստաթղթեր կան, ինչ կոմպրոմատներ կան, երբ կհրապարակվեն, չեն հրապարակվի, ովքեր են կուսակրոն, ովքեր կուսակրոն չեն, 64-րդական նշանակության ունեցող հարցեր են։ Գիտեք,
կա ռազմավարություն եւ կա մարտավարություն։ Այդ ձեր ասած ձեր հարցը մտնում է մարտավարության մեջ։ Ես խոսում եմ ռազմավարության մասին։ Եկեղեցուն պետք է փոփոխություններ լինեն։ Եկեղեցու ներսից պետք է այդ փոփոխությունները կատարվեն։ Ինչու այս փուլում այդ թուղթը հրապարակվեց։ Որովհետև մամուլում հնչում էին ամենայն դեպս հարցեր էին բարձրացում, թե ինչ ապացույցներ կան։ Կարծեմ դուք էլ այդ հարցը բարձրացրեցիք։ Ձեր հարցի պատասխանը դուք ստացաք։ Այսինքն դա այսպես ճշմարտությունների ճշմարտությունն է այդ թուղթը։ Հայերենով լրացված Ես ասում եմ, ես չեմ սովետական կարող KGB-ում հայերենով ես չեմ լրացված կարող թուղթ է եղել։ փորձագիտական Այդ հարցարաճանն է ձեր մոտ։ Փորձագիտական ճշգրիտ պատասխան ինձնից մի սպասեք։ Ես ասում եմ խնդիրը այն է, որ հայ առաքելական եկեղեցին կաթողիկոսը պետք է հեռանա, դա է խնդիրը։ Կաթողիկոսը կհեռանա իր եղբոր հետ, թե կաթողիկոսը միայնակ կհեռանա, ժամանակի հարց է։ Սա է պատասխանը։ Չի կարող այլևս մի վեհապար, որը դե ֆակտո իր աջակիցներ ունի այն ուժերին, հայտնի պատարագի օրը, ովքեր հայտնվեցին նրա կողքին, պարոն Կիրակոսյան, այդ ուժերի պարագլուխ է դարձել վեհապարը։ Որ ուժերի։ Որ ուժերի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նարեկ Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի, այստեղ արդեն մի քիչ էլ դժվար է հասկանալ հիմա Կարապետյաններից որն է ամենակարապետյանը։ Հենց այդ ուժերի, որոնց ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը 20-րդ դարում խրրած պահելն է ու 21-րդ դար թույլ չտալը։ Եվ վեհապարը նրանց հետ է։ Մինչդեռ ես իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու հավատացյալ, ես ուզում եմ իմ վեհապարին տեսնել 21-րդ դարում ինձ հետ, բայց ոչ այդ ուժերի հետ։ Ոչ հետադիմության հետ։ Ինչ ուխտագնացություն իրականացրել Երևանից Էջմիածին, իրեն է ընդունել։ Դուք էլ գուցե գնաք, ձեզ էլ ընդունի։ Պարոն Կիրակոսյան, դուք այդքան նայվ չեք, եւ դուք շատ լավ հասկանում եք Նարեկ Կարապետյանի ու Նարեկ Կարապետյանների, Լևոն Քոչարյանի ու Լևոն Քոչարյանների այդ ուխտագնացության նպատակները, հիմքերը, հետևանքները։ Ես կարծում եմ որևէ մեկի համար պոլիշինելի գաղտնիքը չի, թե Նարեկ Կարապետյան ինչու է տորը որոշեց, ասենք, ջերմուկ գնալու փոխարեն Մայրաթոր Սուրբ Էջմիածին գնալ։ Աստծո սիրուն։ Ինչու։ Աստծո սիրուն, քաղաքականությունը գուցե առաջին հայացքից թվում է շատ բարդ գործ, բայց իրականում մեր երկրում ցավոք քաղաքականությունը իրականացնում են շատ բութ գործիքներով, շատ կոշտ, այսպես կացնով, չկան որևէ նորամուծություններ, չկան հետաքրքիր տեխնոլոգիաներ, այդ տապարով գործել են, տապարով էլ գործում են ու շարունակելու են այդ նույն կացինը գործածել։ Հիշում եք Գեղեցիկ Չարենցին, ինչպես մի հին միջնադարյան կացին Ստալինին ուղված խոսքը, բանաստեղծությունը Ստալինին ուղված, այդ հին միջնադարյան կացինը Ստալինյան ժամանակների Ռուսաստանի ձեռքում եղել է եւ Ռուսաստանի ձեռքում մնում է առ այսօր։ Փոքրիկ կացինիկներն էլ ուղարկում են տարբեր հետխորհրդային երկրներ գործածելու համար իրենց ցանկացած արդյունքին հասնելու նպատակով։ Կաթողիկոսն ասում է, որ մենք տագնապալի օրեր ենք ապրում, պետք է համախմբվենք, վտանգներ են մեզ սպառնում, նաև նկատի ունենալով արտաքին կողմերի։ Տագնապալի օրեր մենք ապրում էինք 2020-ի պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո, իսկ պատերազմից հետո հնչեց ոչ թե համախմբումի, ձեր ասած համախմբումի կոչը, այլ հնչեց վարչապետի հրաժարականի կոչը, կա դա բացատրությունը։ Ինչու։ Հայրաբար ասեց հորդոր եմ հղել։ Հայրաբար հորդորեց, հետո 1-2 տարի հետո նորից կրկնեց հայրական հորդորը։ Ինչու։ Ինչու։ Չգիտեմ, իրեն հարցրեք։ Ես ասում եմ, ես ուզում էի, որ իմ վեհապարը ինձ հետ լիներ, իմ վեհապարը իմ պայքարի կողքին լիներ, Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի կողքին լիներ։ Պահանջեր Փաշինյանի հրաժարականը եւ դա կլիներ օրինակ ձեր կողքին լինել։ Փաշինյանի հրաժարական պահանջելը, չպահանջելը չի էս պահին գլխավորը։ Փաշինյանի հրաժարականը ով չի ալարել, այդ օրերին պահանջել է։ Դա չի խնդիրը։
Խնդիրը պետությունն ու ժողովուրդը։ Խնդիրը այս պետության ու այս ժողովրդի համար ինքնիշխանության պահպանությունն է։ Բայց տեսեք, Սա է խնդիրը։ Գիտեք, ես էլ եմ ասում, պետք չի քաղաքականություն այդքան պրիմիտիվացնել, հասցնել այն աստիճանի, ով ում հրաժարականն է պահանջում, ով ում ինչ ասած, ով ում ինչ չասած, չէ։ Եկեք դնենք խնդիրը ու այդ խնդրի լուծման տարբերակներին գնանք։ Չի կարելի մարդկանց անդադ զբաղեցնել այդ նման, ինչ ասեմ, կուսակրոնություն, 64-րդական նշանակության խնդիրներով, երբ դու ունես գլխավոր խնդիրը, երբ դու ունես կարևորագույն հարցը, երբ քո եկեղեցին, քո պետության մի մասը, հայ առաքելական եկեղեցին մեր պետության մի մասն է, երբ քո պետության մի մասը դուրս է եկել քո պետության մյուս մասի դեմ, այս սա է այսօրվա գլխավոր հարցը, ինչու, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, ինչպես անկորուստ դուրս գալ այդ իրավիճակից։ Թե չէ ով ում ինչ ասես, թուղթը դեղին էր, թե սպիտակ էր, հայերեն էր, թե ռուսերեն էր, թե չինարեն էր, դա չի գլխավորը, Ինչպես եք գլխավորը տեսնում իրավիճակից դուրս գալը։ ես չգիտեմ, ես ստույգ դեղատոմսեր չունեմ, ես շատ եմ ուզում, որ այդ իրավիճակը հնարավորինս արագ հանգուցալուծվի։ Եվ ես ժամանակին, երբ լրագրողի ու շատ սերտ շփվում էի հայ առաքելական եկեղեցու հետ, այն թերևս դժբախտ հանգամանքների բերումով, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները իրար հետևից մահանում էին, սկսած Վազգեն Վեհափառից, հետո Գարեգին Նայից, հետո Գարեգին Բ-ի ընտրությունից, իբրև լրագրող ես օրվա մեծ մասը ավելի շատ անցկացնում էի այդ ընթացքում մեջ միացնում, քան Երևանում։ Եվ շատ սերտ շփվում էի հոգևորականների հետ, լուսաբանելով, հարցազրույցներ վերցնելով այդ ամեն ինչով։ Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք այնուամենայնիվ վերադառնալ այն տարբերակին, որ հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա 21-րդ դարին համահունչ սահմանադրություն եւ հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը պետք է փոխվի, այսինքն բարեփոխումներ պետք է լինեն եկեղեցու ներսում եւ այդ բարեփոխումների առանցքը պետք է լինեն, որ ոչ թե հավատացյալը պետք է գնա եկեղեցի, այլ հոգևորականը պետք է գա հավատացյալի մոտ։ Մենք պետք է վերականգնենք հավատացյալների ու եկեղեցու կապը, սա է գլխավոր խնդիրը։ Վերջին հաշվով բազում փոփոխություններ են եղել նաև այս տեխնոլոգիաների բերումով, բազում փոփոխություններ են եղել նաև պատարակների, պատարակի լեզվի, պատարակի տևողության, ծեսերի կատարման առումով, հաղորդություն տալ չտալու, լիքը խնդիրներ կան, ես հիմա չեմ ուզում այդ, ինչ ասեմ, կրոնական նեղ հարցերի մեջ մտնել, որովհետև դա թերևս մեզնից յուրաքանչյուրին է վերաբերում ու այս հարցերի մեջ մտնելը այդքան էլ գուցե արդարացված է կամ արդարացված չէ։ Ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը փոփոխվի, որ հայ հոգևորականը գլուխը բարձր մանկա, ոչ թե մի կողմում նրան անվանեն քաղաքական, մյուս կողմում սրան անվանեն դավաճան, չի կարելի այդպես։ Այս վիճակը պետք է, մեր տունը պետք է մաքուր լինի, պետք է մաքուր եւ տիրոջ արժանի լինի մեր տունը։ Մեդիայում կայքը մի քանի օր մեդիայում Այո։ կայքը մի քանի օր առաջ հրապարակել է, թե ինչ էր գրում հայաստանյան թերթերը 99 թվականի կաթողիկոսի ընտրություններին, արխիվից հանել է Հայաստանի Հանրապետության, ազգի, առավոտի հրապարակումները եւ առավոտ օրաթերթի հրապարակումներում նշվում է, որ Գարեգին այն ժամանակ arczepiskopos Ներսիսյանին աջակցել են իշխանությունները, նույնիսկ նշվում է, որ նախագահականից պատվիրակների հետ տարել են աշխատանքներ, ճիշտ է նախագահի մամուլի խոսնակը այդ օրերին դա հերքել է, դուք ասում եք լուսաբանել եք, հա, այդ օրերին ինչ էր կատարվում։ Ես չգիտեմ առավոտը ինչ էր գրում ու ինչու էր գրում, բայց այդ օրերին շատ սովորական կաթողիկոսական ընտրություններ էին եւ որևէ այնպեսի արտառոց բան չկար։ Պարզապես Գարեգին այի մայից հետո ակնհայտ էր, որ Գարեգին
Արքեպիսկոպոս Նարսիսյանն է կաթողիկոսության լավագույն Քոչարյանի նախագահական ապարատից ճնշում չի եղել։ Քոչարյանի նախագահական ապարատից ես որևէ ճնշում չգիտեմ, գուցեև եղել է, բայց ամենայն դեպս այն ինչ որ ես ընտրությունների ժամանակ տեսել եմ, ես դժվարանում եմ դա ճնշում անվանել, որովհետև գիտեք, եթե ես ձեր խնդրին հարցին հանգամանալից պատասխանեմ, ես պիտի անդրադառնամ արդեն Գարեգինայի ընտրության ժամանակներին, որովհետև դեռ այն ժամանակ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը կաթողիկոսության տեխնացու էր։ Բայց խնդիր Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր դրեց Անտիլիասի եւ Մայրաթորի կաթողիկոսական տները միավորել է, իսկ միավորելու տարբերակ դիտվում էր նույն կաթողիկոսի ընտրությունը ու ակնկալվում էր, որ երբ Գարեգին Ան ընտրվի Հայաստանի Հանրապետության արդեն հայ առաքելական եկեղեցու վեհապար, կաթողիկոսական երկու տները կմիավորվեն։ Տեսեք, Բայց չմիավորվեցին, թույլ տվեք ձեր հարցին պատասխանել։ Եվ այն ժամանակ դեռ Գարեգին Այի հետ ու անգամ Գարեգին Ներսիսյանի հետ ես հարցազրույց եմ ունեցել։ Ես երևի միակ լրագրողն եմ եղել, որ երկու տեխնացուների հետ ընտրություններից առաջ հարցազրույց է ունեցել։ Ու ես Գարեգին arczepiskopos Ներսիսյանին հարցրել եմ կհանեք ձեր տեխնացությունը։ Պատասխանել է այո։ Այո։ Եթե երկրորդ փուլ լինի կհանեմ ու իսկապես հանեց։ Իսկ հիմա Գարեգին երկրորդի ընտրության հետ կապված նշում է, որ եպիսկոպոսները հայտարարություն են տարածել մեղադրելով իշխանություններին միջամտելու համար եւ առավոտի այդ հրապարակումից մեջ բերեմ, ասում է, որ ցավոք վերջին օրերի զարգացումները հստակորեն ցույց են տալիս, որ պետական ավականին կարծիք է կայացրել եւ դիրքորոշվել է ի նպաստ տեխնացուներից մեկի եւ աշխատանք է կատարում նրա կաթողիկոսացման համար եւ այդ հայտարարությունը ստորագրել էին Ներսես Պոզապալյանը, Երուսաղեմի պատրիարքը, Պոլսի պատրիարքը, Ռուսաստանի թեմակալ Տիրան Գյուրեղյանը, Արցախի թեմակալ Ներսես պարքեպիսկոպոս arczepiskopos Պոզապալյանը բոլորը գրեթե բոլորը տեխնացուներ էին։ Այդ է ուզում ասեի, Ներսես arczepiskopos Պոզապալյանը տեխնացու էր բավականին բանաստեղծական ոգով, բանաստեղծական ժողովածուներ հրապարակող եւ բավականին թույլ իսկապես տեխնացու էր, բայց Ներսես arczepiskopos Պոզապալյանի թիկունքում են ուժերն էին, որոնք փորձում էին հայ առաքելական եկեղեցին հավաքել իրենց ձեռքը։ Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող ուժերը։ Լավ հիշում եմ ես այդ ամեն ինչը, գիտեք, պետք չի հիմա փնտրել այն ժամանակվա ինչ որ ազդեցության ես հայտարարություններ, էսեր, էներ հայ առաքելական եկեղեցու վեհապար ընտրում է ազգային հոգևոր ժողովը, որը կազմված է աշխարհիկ ասում են ճնշում է եղել։ Ես էլ ասում եմ, որը կազմված է աշխարհիկ եւ հոգևոր անդամներից, ամբողջ թեմերից, ոչ միայն Հայաստանի։ Եվ եթե 6 մարդու հայտարարությունը դու վերցնես հակադրես 250 եւ ավելի մարդու Դե բա ինչ եք հիմա ուզում այդ մարդուց ընտրված է, թողեք միջև ցմա կառավարի։ Իսկ ով է ասում, որ նա օծյալ է, եկեք սկսենք դրանից։ Բայց ով է ասում, որ օծյալ լինելով ինքը պետք է ցմահ կառավարի այն պարագայում, երբ իր քաղաքականությունը Աստծո դեմ է գնում եւ իր քաղաքականությունը իր կաթողիկոսական առաքելության դեմ է գնում, որն է կաթողիկոսի գործը, հավատացյալներին առաջնորդել։ Այլ հավատ է նա քարոզում։ Դավանաբանական վեճերի մեջ ինձ հիմա մի փորձեք ներքաշել, այլ հավատ է քարոզում, թե ինչ է անում, դա եկեղեցական մեկնաբանությունն է, որ կաթողիկոսին այո, կաթողիկոսին միայն եթե ասենք հանկարծ ինքը որոշի, չգիտեմ, բուդդայականություն, մահմեդականություն, թե ինչ քարոզել։ Ես հասկանում եմ ձեր ձևական տրամաբանությունը, բայց ձևական տրամաբանությունից զատ կա նաև իրական տրամաբանություն, իսկ իրական տրամաբանությունը թելադրում է, որ կաթողիկոսը չի կարող իր ժողովրդի դեմ դուրս գալ, իսկ նա արդեն դուրս է եկել։ Ինչպես։ Իր վարած քաղաքականությամբ, այդ իր համախմբումի կոչերով, իր հրաժարականի պահանջներով, իր համենայն դեպս օշնանքով փողոց դուրս եկող վեհապարներին
սառեցնելով, թե ինչ անելով, պարզ է, չէ, որ երբ ես այն ժամանակ իդեպ Գարեգին Բ կաթողիկոսին էի պաշտպանում, հենց դες այդ հարցազրույցում որքան հիշում եմ, երբ դուք ինձ հարցնում էիք Բագրատ arczepiskopos Գալստանյանը կաթողիկոսի օրհնությունը ունի թե չէ, ես ասում էի հրապարակային ոչ, բայց ակնհայտ է, չէ, որ ուներ, ինչու ուներ, ինչու վեհապարը չէր փորձում մարդկանց ոչ թե իրար դեմ հանելը խրախուսել, այլ իրար դեմ չհանելը խրախուսել։ Եվ ի վերջո այդ ամբողջ սրբազան շարժումները, դիմադրության շարժումները, եսիմ վերկաց լաոները, քնիր լաոները, ինչ նպատակ ունեին։ Մենք պատասխանել ենք այդ հարցին։ Ինչ նպատակ ունեին այդ բոլոր շարժումները։ Եվ ում հետ էր այդ ամբողջ ընթացքում կաթողիկոսը։ Այ եթե կաթողիկոսը Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Միքայել arczepiskopos Աջապահյանին եկեղեցուց դուրս դներ, այստեղ որևէ խնդիր չէր լինի։ Թող դուրս գային իրենց եկեղեցական սքեմից եւ գնային մտնեին քաղաքականություն։ Գնային մտնեին քաղաքականություն շարունակեին նույն գործը, որը իրենք անում էին խաչը վզներից կախ։ Որևէ մեկ այստեղ առարկություն չէր ունենա։ Բայց դու չես կարող լինել եկեղեցական եւ մտնել քաղաքականություն։ Դու չես կարող լինել եկեղեցական, դու չես կարող լինել կաթողիկոս եւ լինել քաղաքական գործիչ միաժամանակ։ Չես կարող, կամ սա ես ընտրում, կամ նա ես ընտրում։ Ու պետք չի, խնդրում եմ Աստծո սիրուն, պետք չի մարդկանց հոգիները, ինչ ասեմ, ալեկոծել։ Այս ամեն ինչի արդյունքում մենք ունենալու ենք մեկ պատկեր, երբ հավատացյալը հեռանում է Աստծուց ու հեռանում է եկեղեցուց։ Սա չի կարելի, ամենավտանգավորը սա է։ Տեսեք, ես անդադ խոսում եմ ինքնիշխանություն, բայց այդ ինքնիշխանությունը ամրակայելու համար մեզ նաև հոգևոր կյանքն է պետք, հոգևոր կյանքի մաքրությունն է պետք։ Ու ես շատ եմ ուզում, որ այո, հայ առաքելական եկեղեցին լինի հայոց պետականության հիմքում, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքում, ոչ թե դեմ։ Ու 2026-ին ընտրության գնացողները բոլոր այս հանգամանքները պետք է հաշվի առնեն։ 2026-ին բոլորի առաջ դրվելու է մի խնդիր։ Ինչն ես ընտրում։ Ընտրում ես ինքնիշխանությունը, թե ընտրում ես գուբերնիան։ Քեզ խաբելու են փողով, քեզ խաբելու են պոպուլիզմով, քեզ բոլոր հնարավոր խոստումները տալու են ու ավելին քեզ վախացնելու են։ Քեզ վախացնելու են իբրև ընտրող, որովհետև ունեն վերջնանպատակ։ Իսկ այս կողմում բացարձակ այլ հարաբերություններ են, այս կողմում բացարձակ այլ գաղափարներ են։ Ու ես շատ եմ ուզում, Նարեկ ջան, իսկապես շատ եմ ուզում, որ լրագրողները նպաստեն համազգային համերաշխությանը, որ լրագրողները ոչ թե ստեղծեն ինտրիգներ, այլ լրագրողները այդ ինտրիգները վերացնելու պատճառները վերհանեն։ Ձեր հարցերը ես շատ էի ուզում ու շարունակում եմ շատ ցանկանալ, որ ուղղված լինեն բոլոր հայերի հուզող հարցերը պատասխանելուն, ոչ թե այդ ինչ ասեմ, խճողելուն։ Ու շնորհակալ եմ ձեզ դրա համար, եթե կգնաք այդ ճանապարհով։ Շնորհակալություն Տիկին Ադամյան հարցազրույցի համար։